Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Չերի մաֆակումբը եւ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի առաջին անգամ ուսանողական լիգան։ Ծրագիրը ներկայացած է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։ Դե ինչ սկսենք։ Գիշեր։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Բարի առավոտ, ողջունում եմ բոլորին, ողջունում եմ մասնակիցներին, ով նայում այս ծրագիրը, ողջունում եմ ձեզ։ Համար 1, շրջանը բացում եք դուք։ Ողջունում եմ բոլորիդ, մի հատ խորհուրդ ունեմ սեղանի կարմիր խաղացողներին, 7 կարմիր նստած սեղանի վրա, եթե խաղանք իրար հետ, իրար լսենք, թիմ կազմենք, հուսով եմ 3 սևին շանս չենք թողի, որ հաղթեն։ Շատ հեշտ է լինում տենց, երբ որ լսում ենք իրար, ես կարմիր եմ, կարակ հանգիստ իմ հետ խաղակ, դեմ չեմ Շերիֆի ստուգումից, դեմ չեմ կիսվելուց, այսքանը կարամ ասեմ, շնորհակալություն փաս։ Շնորհակալություն ձեզ, համար 2։ Ողջունում եմ բոլորին։ Համար 1-ի խոսքը դեպի իրեն տանող կարծիքները դեպի լավը այդքան էլ համոզիչ չէր։ Խաղում եմ բոլոր կարմիրների հետ։ Կխնդրեմ ուշադիր լինեք խաղին։ Շնորհակալ եմ, փաս։ Համար 3։ Ողջունում եմ բոլորիդ, մասնավորապես համար 4-ին 5-ին 8-ին, բայց կարա համար 4-ի 5-ի 8-ի մեջ լինի սև խաղացող, ամենևին դա չի խանգարում, որ ես ձեզ ողջունեմ։ Համար 1 բացումը ավելի ես ուրիշ ձև էի սպասում, կարա սևն է տենց բացում անի, համար 2-ն է դուրս եկավ, մի խոսքով թողում եմ ինձանից աջ մի սև խաղացող, մնացած 2-ին թողում ենք 4-ից մինչև 10-ի մեջ, ընդունեք 1։ 1 ընդունված է։ Որովհետև 2-ը, նո 1-ը թող խոսա, 2-ն է կարա խոսա, կարա 4-ն դնի 2-ին, եթե 4-ը սև է անգամ, կարա 2-ի տեխնացությունը դնի։ Դեռևս այսքանը լավ խաղ բոլորից, կարմիրները հաղթելու են, ուրիշ տարբերակ չկա, շնորհակալություն պաս։ Շնորհակալություն ձեզ, համար 4։ Ողջույն բոլորին, համար 1-ի բացումը ինձ համար օրինակ շատ լավ էր, դա ինքը 50-50 խաղացող է համար 1-ը։ Ամեն դեպքում ընդունեք 2 անպայման, առանց 3-ի ասելու էլ։ Երևի ուզում էր ասել 50-50-ը, հա թե հենց վատն էր 1-ի խոսքը բացումը։ Համար 3 ինձ համար 50-50 խաղացող, 0 կռուկ չեմ կարող վստահեմ, այս դեպքում երևի դեռ թիմ չունեմ։ Բայց ամեն դեպքում համար 1-ի բացումը ինձ դուր եկավ։ Ես կարմիր խաղացող եմ, կանեմ այդ շաբլոն արտահայտությունը ու կասեմ շատ ուրախ, բաս։ Համար 5։ Ողջունում եմ բոլորին։ Համար 1-ի խոսալուն եկեք մի անգամից անդրադառնամ։ Համար 1-ը այնպես խոսած, որ իմ համար նենց չէր, ինքը մի այլ տիպի կարմիրական խոսած, որովհետև ոնց որ ավելի շատ ասեր, հա կարմիրներ ջան, ես միանշանակ ուզում եմ, որ դուք հաղթեք եւ այլն, բայց նենց չէր էլի, որ իմ համար այդ ինքը միանշանակ կարմիրական էր։ 60 սև, քան 50-50, չգիտեմ։ 2-ը իմ համար ավելի վճռորոշ խոսած ու եթե համար 4-ը չդներ 2-ի տեխնացությունը, ես միանշանակ կդնեի, որովհետև ինձ հետաքրքիր է իրոք 2-ը այս ամեն կռուգի ժամանակ, ամեն մեկի խոսալուց հետո ինչ վերլուծություն կանի։ Համար 3-ը ամենասկզբից որպես այդպեսին կասեի, որ ինքը լարված է, որովհետև շատ լարված էր ընդհանուր խաղում, բայց երբ որ նկատեցի, որ դու ամենասկզբից երբ խաղը չեր սկսել նույն կարգավիճակում էր, բան չեմ ասում։ 4-ի խոսելուց ինչ որ ենթադրություն չարեցի։ Համար 6։ Ողջունում եմ բոլորին, ես թվում եմ ես լավ խաղ է սպասվում։
Հերթով գնամ համարներով, համար 1-ը 50-50 նորմալ խոսք ասե, բան չեմ կարող ասեմ, համար 2-ը դուրս չի եկել ընդհանրապես, 2-ի կիսմանը ես համաձայն եմ, 3-ը դուրս եկել է, որտեղ ինքը իրանից աճ մի հատիկ սևատես է, 4-5-ը ընդհանրապես դուրս չեն եկել համար 3։ Ասենք այս կոմբոը չի խոսացին ֆլանգը, 2-4-5-ի մեջ 2 սև եմ տենում, ոչ թե խոսքի այդ ֆլանգում մի սև էլ, ես դաժե տենց կարամ ասեմ, 5-ը թող ստուգվի, 5-ի ստուգման եմ լրիվ համաձայն, 5-ը ինչ ես ասում, 2-ը վեճորոշա խոսում, եթե 4-ը 2-ի վրա չդներ, ես 2-ի վրա կդներ, չհասկացա այդ ասածի իմաստը։ Երկրորդ ցերեկ ասեցել այդ քո ասածը մի հատ կբացատրել սեղանին էլ ինչ էր ուզում ասեիր։ 3 հետ խաղում եմ, այս վիճակով, այս դեմի ֆլանգի դաժե 1-ի հետ եմ խաղում, 1-3 է իմ թիմը, 1-3-6 կարմեն իմ համար։ Փաս։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 7։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորին։ Համար 1-ից սկսեմ, համար 1-ի համար նորմալ բացում արե, դե համար 2-ը ուրիշ բան մարդ չկար որ խոսար, համար 1-ից խոսալուց է պետքա 50-50 տվեցիք, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Հա։ Համար 3-ը նորմալ էր, որ համար 1-ին դրեց, բայց համար 4-ը նորմալ չէր, որ 3-ին 50-50 եք տենում, բայց չեք գնում իր տեխնացիոնը։ Ինչի։ 2-ին ավելի շատ սև եք տենում, քան 3-ին։ 5-ի պոզիցիան вообще դուրս չի եկել։ Ըստ մաֆիայի չգրված օրենքի գոնե ձեր համար, մինչև ձեր խոսացածները, գոնե մի սև կամ գոնե 2 կարմիր պիտի դուք տենայիք։ Կարմիրում եք տեսել։ Լավ չի։ Խաղում եմ համար 1, համար 6, համար 7 թմում, կլսեմ իզնից հետո խոսացողներին։ Փաս։ Համար 8 խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Լավն էր, համար 7։ Համար 1, որ ասում եք այդքան 50-50 անգիր արած, իմ համար ավելի շատ 70-30-ով կարմիր է գնում համար 1-ը։ Ընդունեք տեխնացություն, համար 5, համար 2, իմ համար այս պահին 5 ընդունված է 2 1 սև հաստատված։ խաղացող թողնում եմ ինձնից ձախ, 2 սև խաղացող այստեղ։ Համար 4-ը ինչա, համար 4-ին արդեն չեմ կարող ասեմ ինչա, ճիշտն ասած։ Եկեք դրան չանադառնանք, համար 7 50-50 ես, թե կարմիր։ Այս պահին վստահ մի սև թողնում եմ ինձնից ձախ, հաջորդ շրջան հեսա խոսեն կասեմ կհասկանամ։ Հավանական է, որ 2-5 կարա սև լինի, եթե 7-ը իրանց մեջ չի, կամ 5-7։ Այս պահին քվեարկելու եմ համար, հա, կիսոցուն լավ, թող 10 ասի, ոնց հետո կխոսեմ, փաս։ Համար 9 խնդրեմ։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ, այսինքն համար 8 ջան, դուք ունեք 5 կարմիր խաղացող հստակ այնտեղ, որ իսկն 2 սև եք թողել, մի հատ էլ այստեղ ովքեր են ձեր 5 հստակ կարմիր խաղացողները։ Օրինակ ես խաղում եմ 1 3 6 7-ից կզգուշանամ, քո տեքստն էլ լավ։ Նայեք, ես sense վերսիաներ եմ քննարկում, երկուսը բարձացել է, ասել է այդքան էլ կարմրական չէր մեկը, բայց չի դրել մեկի տեխնացիոնը, դու պետքա բարձրանալ 2-ի տեխնացիոնը դնել, ոչ թե մեկի։ Ես մտածում եմ կամ 1-2 դվոյկայա կամ 2-ը գիտի մեկի գույնը վախում ատականի։ Ես այդ եմ մտածում, 4-5-ի մեջ էլ կա 2-1-ի հետ միած սև, որտեղ էլի ինձ 4-ը թողում է 1-ից 3 50-50, որտեղ այստեղ արդեն 3-ը բասել է, որ 1-2-ի մեջ միած սև կա։ Չէ, տես չի լինում, երբ որ արդեն պոզիցիաներ են բաժանում, քո համար էլ 50-50, եթե 50-50-ը կամ խաղը չես տեսել, կամ սև ես։ Դրա համար 4-5 պոզիցիան վատնա, խաղում եմ հստակ 1-3-6, մեկի սաղ ասել են կարմիր, ոնց որ արդեն ստե շատ։ Նկատողություն համար 9։ Համար 10 եզրափակում եք խնդրեմ։ Համար 8-ից սկսեմ, որովհետև համար 8-ը ասում է հիմնացած 5-ը հաստատ կարմիր են համար 9-ին ժեստերով, բայց համել համար 7-ին իր խոսքի մեջ կասկածում էր։ Ուրեմն դու 5 հատ կարմիր ընդ հստակ չէիր տենում, ինչ որ ասում էիր։ Ես կիսում եմ 2-8, չէ, 2-ը թող խոսա, որովհետև իմ համար 2-ը ստե սևացել է այնքանով, որ սկզբից խոսում էր 1-ի դեմ, ընդունեք 8, ընդունեք 2 2 հաստատված է։ Ահա, կիսումա ֆլանկ, հետո շարունակեմ։ Ուրեմն համար 2-ը խոսած համար 1-ի դեմ, ասեց իմ համար ավելի շատ սևացավ, իրան դեպի իրան տանող կարմրությունը չերևաց իմ համար, բայց տեխնացիոն չդրեց, հետո երբ որ մնացածը հարցնում են ժեստերով կամ խոսքի մեջ, ինքը արդեն ժեստերով ցույց է տալիս 50-50։ Միանգամից փոխում է իր կարծիքը։ 10 վայրկյան։ Իմ համար 2 5 8 են։ 5-ը մի քիչ կասկածում եմ, բայց հələ որ դեռ չեմ տա, այնքան որ 2-ի հետ խաղալու համար։ Ու մեկը 8-ն է։ Ժամանակ, շնորհակալություն համար 10։ Քվեարկություն, խնդրեմ սեղաններից ետ նստել։ Տեխնացուներն են 1 2 5 8։ 1 2 5 8 տվել լրտականությամբ։ 1 ով է կողմ հալիքի համարը 1-ը։ Ստոպ, չկան ձայներ։ 2 ով է կողմ հալիքի համարը 2-ը։ Ստոպ, 5 ձայն, շնորհակալ եմ։ 5 ով է կողմ հալիքի համար 5-ը։ Ստոպ, չկան ձայներ։ Եվ համար 8-ին դրեք ձայները։ 5 ձայն, շնորհակալ եմ, 2-8։ Կիսվել է 30-ական վայրկյան, համար 2 խնդրեմ։ Ժողովուրդ, ուրեմն ես որ ասում եմ առաջին համարը իմ համար 50-50 է ու քվեարկություն չեմ դնում,
Չեմ դնում նրա համար, որովհետև չգիտեմ, կարող է այս մարդը կարմիր է, ես կարմիր եմ, կարմիր խաղացողին իմ հետ հանում եմ։ Այդ քվեարկություն չդնելը, չգիտեմ, ինչ որ պատճառ չի էլի, որ ինձ կհասկացեք։ Ես կարմիր խաղացող եմ ու որ դուք ասում եք 50-54 5 վայրկյան մասնակից, որ ասում եք 50-50 եք ասել, դա իմ համար, չգիտեմ։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 8 30 վայրկյան։ Շնորհակալ եմ։ Տեսեք հիմա ինչքանով է համար 8-ը կարմիր խաղացող։ Համար 8-ը խոսում է նենց բան, որ հասկանա Սևերի ռեակցիան։ Այս բան պետք չի միայն նայեք իրենց խոսալով, ու ցանկալի է նայեք նաև իրենց ռեակցիաներով։ Ամբողջ խաղի ընթացքում համար 9-ը նստած է այսենց, ոչ մի բանի չի նայում։ Համար 9-ը նշանակում է, որ ինքը հստակ գիտի։ Միանգամից համար 9-ը խոսեց իմ գույնից։ Խոսեց, չգիտեմ, որ հստակ ինչ-որ մարդկանց հետ է խաղում։ 5 վայրկյան։ Չէ, բայց պետք չի հանել, որովհետև կարմիր խաղացող ես գործում, ես քեզ վստահ Ժամանակ, շնորհակալություն։ Վերակվեարկություն։ 10 դա նկատողություն է։ Տեխնացուներն են 2 8։ Ով է կողմ, որ լքի 2 համարի մասնակիցը 5 ձայն, շնորհակալ եմ։ Եվ 8-ի դեմ, կրկին 5 ձայն։ Եվ ով է կողմ, որ 2 մասնակիցները միառժամանակ լքեն խաղը 3 ձայն, բավարար, չէ՞։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 3-ին։ Գիշերը ստուգման արդյունքում դոնը գտավ շերիֆին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով Սևերի եռյակը։ Համար 1, համար 6, համար 9։ Առավոտ բոլորի համար 1 րոպե համար 3 Ստուգումը տով է 10 ծև 10 կարմիր խես 10 ստուգում ասենք ես հելել եմ ասում 10 կարմիր խոսքի ես է կրակվում եմ իմաստը որն է 10 ստուգելու կիսոսին նորմալ է արա շերիֆ չի ով կա շերիֆ ուրիշ շերիֆ ունենք խաղում բացի համար 2-ից շերիֆ չունեք խաղում բացի համար 2-ից լավ 1 է ստուգում 1 կստուգես գոնե գիշերը 5-6-9 կասկածում եմ շատ չգիտեմ, վարդա նենց չի պայծառատես եմ, պայծառատես չեմ, լավ խաղ կարմիրներին հաղթանակ, սենց թենեն, շնորհակալություն պաս։ Շնորհակալություն համար 3-ին խաղի համար։ Սպասելի որ կկրակվեմ, լավ սեղաներ, սևերը հեշտացրեցին իրանց գործը։ Շրջանը համար 2 դուք եք բացում, ունեք 1 րոպե։ Ժողովուրդ, համար 10-ին ստուգել եմ, որովհետև մի քիչ կասկածներ կար իր սևության հետ կապված։ Հիմա վստահ եմ, որ կարմիր խաղացող է։ Կստուգեմ, հարց չկա, հələ կհասկանամ, կլսեմ հələ մնացածը հասկանալու համար։ Փաս։ Համար 4։ Ես կարող եմ հավատամ, որ երկուսը շերիֆ է, ես հավատում եմ, որ երկուսը շերիֆ է, բայց ինչի է շերիֆը բացվում, ժողովուրդ խիաշ է։ Շերիֆ ջան, դու առաջի կռուգին բացվելը, չգիտեմ ինչ է, ես չգիտեմ, ահա որ ռիսկային բան է, էլի, հասկանում ես, ռիսկային է։ Երբ որ դու ես ինչի համար 9 գույն չեմ տալիս, ռոկռուկ, ես ասել եմ միշտ, որ ես չեմ կարող խաղամ, թիմ ունենամ, այն էլ նստած համար 4, երբ որ ինձ 3 հոգի է խոսացել, մեկինը պարզա որ 50-50 է միշտ լինելու, 3 խաղացողին ես միշտ 50-50 եմ տալիս, երկուսի պահով ես ասեցի ու դրեցի ընդունեցի քվեարկությունը կիսվեց, խոսած հիմա համար 9, ինչի ինձ ինչ ես ուզում ինձնից համար 9։ Հեսա խոսած կհասկանանք։ Համար 6-ին 3-ը իրար 3-ի մեջ տվեց, 6-ի իմ համար կարմիր է։ Ճիշտ ստուգումներ կանես երկուս, պրոստը դու չպետք է բացվեիր, շատ խառնանելու խաղը։ Ժամանակ շնորհակալություն։ Լավ խաղացեք։ Համար 5։ Ոյ, մինչ խաղին անդրադառնալը կասեմ, որ այս խաղը կարծում եմ կարմիրները կրվելու են, բացի այն, որ իրանք որպես կարմիր լինելով իրանց կարմիրի մեջ են սև տենում ու դրանից զատել, որը համար 2-ը շերիֆներ ու բացվեց բնականաբար 2-ը շատ չի մնալու խաղում, բայց այս գիշեր ում կհասցնես կստուգես, խորհուրդ եմ տալիս 6-ից 8 ինչ որ մեկին ստուգես, որովհետև 6-ից 8 Սենց ասեմ, դաժե 2 հատ սև կա, 6-ից 8 դաժե 2 հատ սև կա։ Կոնկրետ 6-ն ու 8-ը անընդհատ ինչ լինում է, միշտ իրար նայելով են ինչ-որ բան հասկացում են, որ քեզ թիմ ես եմ անգալի։ Ասենք 10-ին ես հիմա վստահ եմ, որ ինքը կարմիր է։ Ես օրինակ գիտեմ, որովհետև ստուգված կարմիր ես, բայց ինքը ինչ գիտի 6-ը սև չի, որ հստակ ինքը կոնկրետ 8-ը խաղում է 6-ի հետ ու 6-ը ես բերանացի ասի 2-ը հստակ խոսեց ու իրան դնում եմ, որ ինքը էլի խոսա, լսեմ, այսքանից հետո ինչ
խոսա։ Դու չես ուզեցի ինձ լսես, այդ արդեն փաստում է, որ դու իմ համար սև ես աչքից։ 6-ն ու 8-ը իմ համար սև են։ Շնորհակալություն։ Համար 6։ Նայ 8 ես sense 5-ը դնելու է, ասեմ խի, 2-ը շերիֆա դուս եկե 10 ստուգված կարմիր, երրորդ համար ասում էր քելեք զապադյոմ դնենք, 6-ը դրանից օգտվել է, ուզում էր զապադյոմ համ շերիֆ, համ 8 աներ կարմիր, հստակ խաղում եմ 2-8-10 թիմում, հստակ, 5-ը իմ համար սև է, 5-ի սևությամբ 4-ը իմ համար կարմրում է հլվոր, ես 5-4 ստուգում պետք է ասեի, բայց դե 5-ը արդեն իրան վառեց, 4-ը կարա կարմիր լինի, տակը մնում են 7 ու 9, 7-9 ստուգումներից մեկը, 7-9 մեկ կներեք, 7-9 մեկ ստուգումներից լյուբոյը լավն է, համար 2, իմ համար։ Դե յոտ դու կխոսես, նորից եմ ասում 2, 6, 8, 10 իրարից խաղում են, 4-ին թիմ կարամ վեկալեմ, 5-ը գնում է ընդունեք 5, 5-ը գնում է 5-ը թվված է, ժամանակ շնորհակալություն, համար 7, 5-ը 2 զապադյոմ է։ նկատողություն համար 6, Համար 2-ի շերի բացվելը իրականում սխալ էր, այսքան շուտ կարմիրի ստուգումով բացվել է, իմ համար սխալ խաղ է, ես եղել է շերիֆ լինեմ ու չեմ բացվել կարմիրի ստուգումով, որովհետև այդ խաղին ոչ մի օգուտ չի տալի։ Իրականում ես մտածում եի 10-ը կարա սև լինի, որովհետև 8-2 քվեարկության վաղտ 5-ը 9 1-ը 10-ը զապադյոմ են դրել։ Այդ իմ համար կասկածի տեղ տվեց։ Եթե սեղանի համար 5-ը արդեն բետոն սև է, խնդրում ընդունեք համար 5, հաստատված է 5։ 4-ի պոզիցիան вообще դուրս չի գալի, միջև հիմա մոլորիալ, եթե կարմիր ես, մոլորիալ կարմիր ես դու։ Հələ պոզիցիա չունես դու, ոչ մեկ էլ չես խաղում։ Մեկ է ես խաղում։ 10 վայրկյան։ Առաջորը չի, դու 3 հոգուց կարել խոսել, բան չես խոսացել։ Ժամանակ շնորհակալություն, համար 8։ Շնորհակալ եմ։ Գիտեք ինչ եմ ուզում հասկանամ, համար 2-3 կարար թիմ լիներ, իրար համար 3-ը կրակվեր, համար 2-ն էլ սենց շուտ շերիֆ բացվեր, չէր լինի, չէ։ Ուրեմն համար 5-ը սև է, ինչի համար, ինքը ասում է, դե ես գիշեր 2-ը գնում ա, թե չգիտեմ ինչ, այտենց ինչ-որ բան ասեցիր, շտրիխ տվեցիր ձեր թիմին, որ համար 2-ին ծիպը հանեն, բայց նայեք, ես վստահ եմ 100%, որ համար 9-ը ընդունեք համար 9-ը, ինքը սև խաղացող է։ 5-ի վրա դեռ կասկածներ 100% լինելու է, եկեք 9-ին հանենք, արդեն կստուգվի 5-ը, 100% նոր 5-ին կհանենք։ Որովհետև հիմա նայի, չեմ կարա բացատրեմ այս բանը ինչ աստեղ կատարում, բայց 5, 7, 9 հաստատ սև կա։ Հիմա 7-ի վրա կասկածում եմ, ընդ մեկն է մնում։ 5, 9 հաստատ սև է, ընդ 7 մեկ է մնում, ստուգումը տետերկուսի մեջ է լինում։ Հիմա 9-ն ենք անում, որովհետև 9-ը շատ է ակտիվ ժեստեր անում, խառնում խաղը։ Okay, 5 եք, ուզում եք 5 անենք, հանենք հետո 9։ Okay, всё։ Փաս։ Համար 9։ Շնորհակալություն, ընդունեք 5-ի տեխնացությունը։ Հաստատված է 5։ Նայեք, համար 8 ջան, ձեր արգումենտը միակ եղել է, որ 9 սև է 0-ականից։ Առաջի արգումենտը եղել էր, որ ասիկ 9-ը ինչ որ իրան հետաքրքիր չի լսում։ Հիմա արդեն դարավ 9-ը, որ ակտիվ է, ինչ որ ժեստեր է անում։ Նայեք, դուք արգումենտ չունեք, պրոստը սիրուն աղջկա ձենով ասում եք հաստատ ինքը սև է, մարդիկ էլ սիրուն, սես գլխով անում են, ասում են, չեն հասկանում, խի ասել։ Ախր 9-ը հելելա նորմալ պոզիցիա է, տվի ասելա, որ 1, 3, 6 կարմիր են, գտելա, որ 7-ը ինչ որ մի քիչ սաուն է մտել։ Հիմա 5 ես դնում։ Որովհետև ես մտածում 5-ը սև է, որովհետև իմ տեսած սաղ կարմիրները քեզ ասում են կարմիր է, ես քո դեմ խաղ չունեմ, հելնեմ իմ դեմ ձեները հավաքեմ, ինչի։ Հիմա 5-ն է գնում, հելեք անպայման ստուգի եղբայր 9-ին, խնդրում եմ քեզ։ Ստուգի 9-ին, մեր համար 8-ը հանգիստ թող ինձ, որովհետև ես մտածում եմ 8-ը կարմիր է, որովհետև իմ տեսած սաղ կարմիրները ասում են 8-ը կարմիր է։ Ես պետք է հասկանամ իրար, որ մենք կարմիր ենք, որ հանգիստ թողենք, որ մեր ռազմացվեր չմնա, մենք չկրվենք այս խաղը։ Հիմա գնում է 5, եղբայր, դու միած ստուգումի բան ես ունենալու, հասկացի ում ես ստուգում։ Ժամանակ շնորհակալություն։ Ստուգի ինձ, ես կարմիրով ես։ Համար 9 լրացել է ժամանակը։ Երկրորդ նկատողություն։ Համար 10 խնդրեմ։ Նախ սկսենք համար 7-ից, որ չի փոխային խոսա մնացածից, խոսում է էլի շերիֆի սխալից, ախպեր մինչև քեզ 2 հոգի խոսացել է, 5-ը նշանատվե իրանց սևերին, որ հանում ենք 2-ին, այդ ամեն ինչը եղել է, բան է եղել, դու էլի ելնում ես խոսում ես էդի 5-ն էլ քո թիմի սևն է, դրա համար ասում ես դե ինչ արած, հիմա 5-ը այդում է, ընդունեք համար 5, դնում ես տեխնացիոն, ընդունեք համար 7, ընդունեք համար 8 7 ընդունված է։ 8-ը նստած, կոնկրետ քշում է 9-ի դեմ, առաջի խաղից ասում է ես տեսել եմ ընդ 5 հստակ կարմիր, ես խաղում եմ 1 2 4 6 իրանց թվում 8-ել եմ վերցրել, բայց ես 8-ին չեմ կարա վերցնեմ ինձ թիմ։ Ես 9-ին եմ վերցնում իմ թիմ, ի հակառակ 8-ի։ Եթե 8-ն ու 9-ը տարբեր գույներով է, ես խնդրում ստուգվի համար 8-ը։ Եթե 8-ը կարմիր է, ես կանեմ համար 9-ին։ Պրոբլեմ չկա։ Հանում ենք հիմա համար 5, ստուգվում է համար 8, այսքան բան։ Փաս։ Համար 1 եզրափակում եք շրջանը։ Դաշ ջան, դու ստուգված կարմիր ես, դրա համար շերիֆից խոսալը քո համար է
որ տարօրինակ է, բայց ինձ անձամբ հիմա իր շերիֆ բացվելը, ես որպես կարմիր խաղացող նստած, շատ մոլորված խաղ ա գնում։ Նայ 8-ին օրինակ ես տենում եմ ոչ թե սև, այլ տենում եմ մոլորված կարմիր, որ ինքը չի հասկանում ինչա կատարվում։ Համար 2 շատ վատ ես արել, որ շերիֆ ես բացվել։ Համար 5-ը 1500%-անոց սև է։ Համար 5-ը քո իշմարը արդեն տվել է։ Շատ սխալ է գնացել քո խաղը Շատ որպես շերիֆ։ խնդալալում վերջում ձեր ռեակցիան որ ինձ տենց եք ասում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Երկրորդ նկատողությունը համար 5։ Հստակ խաղում եմ ստուգված խաղացող համար 10-ի հետ, համար 2-ի հետ, 6-ի հետ, 7-8 էլ ուզում եմ իրար հետ չկռվեք, կարողանանք խաղանք։ 10 վայրկյան։ Ես համար 9-ը, որ նա հետ գնաս առաջի կռուկ իրա խոսացածը, շատ ճիշտ դասավորվել է խաղը։ Ինքը խաղացել է համար 3-ը։ Ժամանակ համար 1, շնորհակալություն։ Համարներ 6-8-10 մեկական նկատողություն, 5 եւ 9 2-ական։ Քվեարկություն։ Տեխնացուներն են 5 9 7 տվել հերթականությամբ 5 9 7 5 ով եք ով որ խաղալ եք համար 5-ը բազում ձայներ 8 տվով 9 ով եք ով խաղալ եք համար 9 չկան ձայներ եւ համար 7-ի դեմ դրեք համար 5 քվեարկեք շնորհակալություն մեկը բարձային համար 5 սեղանը ձեր դեմն է վերջի րոպեն Ես ուտ մտածում եմ երրորդ սևով անկեղծ 6-ից 8 100%, որ 100% երկու հատ սև կա։ Ես արդեն 100% եմ ասում, որ այս երկուսի մեջ երկու հատ սև կա։ Չգիտեմ, երկուս, եթե դու իրոք կարմիրների կողմից խաղաս, մի հատ 8-ին կստուգես։ Իմ համար 8-ը ավելի սև է, որովհետև 8-ն ու 6-ն են կոնկրետ իմ վրա գլորել, որ մնացածն է սկսել են հավատալ։ Ես եմ որ ստեղ երթում ուտել չի կարելի, բայց ասել ենք, որ ես ասացի հստակ վստահ եմ, որ քեզ հանելու են մարդ մինիմում դեբիլ խաղացող պիտի լինի, որ շերիֆ բացվի ու իրան չհանեն, էլի, եմ որ չգիտեմ, ընդհանրապես նշան չի եղել։ Դուք իմացեք, որ կարմիրներով համախմբված խաղալ չգիտեք, կոնկրետ 6, 8, 7 իրանք են ավելի շատ ձեզ մոլորացնում ու դրա համար էլ հիմա խաղը այն կարգի վատ գնաց, որ երկրորդ կարմիրին եք կորցնում, այն էլ արդեն ձեր շնորհիվ, ձեր ցեթև ձերքի շնորհիվ։ Այդ 1500%-ը վերջում կտենակ արդեն։ Ժամանակ, համար 5-ը լքում է սեղանը։ Կարմիր, երբ որ ես ընկնում եմ, միշտ կարմիրները չեն կարում, որպես այդպեսին ընկերական խաղ դրսևորեն ու դրա համար էլ միշտ վերջում, այն որ սևերին թողած կարմիրներին են, կարմիրները իրանց ձեռքով հանում։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 2-ին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Դոնը չստուգեց ոչ մեկին։ Բարի չէր այս առավոտը նույնպես բարի չէր ձեզ համար 2։ Մտածում էի, որ կհանեն, չնայած մտածում էի, որ նա տենց էլ պտիլներ։ Ժողովուրդ, իրականում խաղը պրավալ գնաց, որովհետև ստուգել եմ համար 8-ին։ Համար 8-ը կարմիր խաղացող է, 10 խաղաս 8-ի հետ, առաջին համարը ասեց չկռվեք իրար հետ։ Չգիտեմ, մեկի վրա կասկածներս կա, մեկ էլ 9-ին, ուշադիր եղեք ձեզ հաճելի խաղ, հաս։ Շնորհակալություն համար 2-ի, խաղը համար ծափար ենք համար 2-ին, շրջանը համար 4, դուք եք բացում, ունեք 1 րոպե։ Ինչեմ հիշում ով էր ասել, որ ես պոզիցիա չունեմ, չեմ խաղում, ես ասել եմ համար 6 է իմ համար, կարմիր խաղացող է, ես կխաղամ իր հետ, չեմ ասել ուրիշ թվի անուն, որովհետև ես խառը խաղը հասկանում եք, ես խոսացել եմ շերիֆից, ով է սև, անկեղծ 5-ը նենց գնաց, իմ մոտ հիմա այնքան խառն է սենց, որ 5-ը կարմիր է գնացել, ես այդտենց վախենում, բայց մի հատ բան կար, 5-ը ասեց ստուգվի 8-ը, հաստատ բան, 8-ը ստուգվեց կարմիր է, շեղեց շերիֆին, սենց մի հատ բան կա, բայց էլի այստեղ 8-ի ստուգում չպետք է լիներ, 9-ը պետք է ստուգվեր ամեն դեպքում։ Բոլոր կարմիր խաղացողներ ես կարմիր խաղացող եմ։ Խաղում եմ ինձ համար ամեն դեպքում, եթե նույնիսկ սխալվում եմ, 6-ը կարմիր խաղատանում 6։ Չգիտեմ, 10 ստուգված կարմիր ես, մատ հասկանանք ինչ ենք անում, 9-ը իմ համար շնորհակալություն, համար 6։ Շերիֆի ստուգումը շատ վատն էր, ես սխալ արեցի, ես նկատողության միջոցով պետք է ասեի, որ 8-ը չստուգվի, պետք է ստուգվեր 1-7-9-ից ինչ-որ մեկը։ 4-ը էտի նկատելը նորմալ է, սկզբից վատ խոսած, հետո էտի նկատեց,
բայց ես 4-ին հələ կթողեմ խաղում, 4-ին ես չեմ ուզում անդրադառնամ։ 7 հանդացուց էր տալի, որ ստուգվի, հետի вообще դուրս չի գալի 7 հələ խոսած դու։ 9 դու համաձայն ես չէ, որ 8-ը կարմիր ալնում, դու որպես սևեթում ես, չէ՞, համաձայն չես էլ։ Հեսա 8-ն ու 9-ը կխոսակ մի հատ այդ պայնձիկը բացատրեք։ Ես նենց եմ հիշում, որ 9-ը համաձայն էր, որ եթե 8-ը կարմիր լավ, ինքը պետքա գնա։ Այ քո տրոյկի մեջ 8-10-1-ը կա։ Ձեր տրոյկի մեջ 8 ու 10, ձեր տրոյկի մեջ 1-ը կա, թե չէ։ 10 խոսա, 1-ը կա քո տրոյկի մեջ, թե չէ։ 1-ին դու վստահում ես 8 դու։ Ես շատ 7 ժամանակ, շնորհակալություն։ Համար 7 րոպե։ Так, 6-ի խոսալուց 4-ը կարմիրում է։ Նայեք, ունենք ստուգված կարմիր 10-8։ Խնդրում եմ ընդունեք համար 6, 6-ը մենակ կասկածյալ է, 5-ի հետ սև է, բայց 3-րդ սևը արդեն կամ 9-ը կամ 1-ը։ 6-ը կարմիր է։ Իմ համար 6-ը սև է, այս բանը մնում է սև, 8-ը ստուգված կարմիր է, 10-ը ստուգված կարմիր է, 9, 1, 6, ձեր միջից 5-ը դե սև է գնացել, չի քննարկվում, եթե ձեր կարծիքով ես սև եմ, կարանք իրար դուրս գանք երկուսով, համաձայն ես, մի սևը գնացել է, ես էլ եմ եթե սև գնում քո պոզիցիայից, մնում է մի սև։ Չի ուզում հետս դուրս գա, 6-ին հանում ենք, եթե խաղը չպրծավ, արդեն մնում են 9, 1, փաս։ Համար 8 խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հիմա նայեք, հենց խաղի սկզբից ասել եմ 5-7-9 սև եմ տեսնում։ Ինչի համար է հիմա 7-ը սևանում։ Չգիտեմ, վստահ չեմ սևա, թե չէ, ես իմ բանով եմ ասում։ Ինչի է ինքը սևանում, որովհետև ինքն ասում է զապադիում կիսում ենք։ Դեսի, կարմիրներին ոչ մի ձև ձեռք չի տալիս։ Այն դեպքում, երբ որ մենք չգիտենք 5-ը սև է գնացել թե կարմիր, կամ չգիտեմ ով, մի խոսքով, այս դեպքում 5-ի վրա ֆիքսվեմ։ Հիմա դու այդ պահին սևանում ես, եթե կարմիր խաղացողս, նորմալ կարմիր խաղա հասկանանք կարմիրը թե սև, բայց այս բետոն 5-ը սև է գնացել, խես։ Առաջին էր համար 7 գնացել, բայց ես չեմ կարող հիմնվեմ այդ փաստի վրա։ Ընդունեք համար 9։ Առաջի օրվանից ասում եմ համար 9, պետքա դուրս գա, համար 9 սև խաղացողա։ Մի նայեք, միայն խոսալուն նայեք մարդկանց ժեստերին, նայեք մարդկանց դեմքին, ռեակցիաներին ու մնացածին։ Համար 5-ին սև եմ տեսել, համար 9-ի սև եմ տեսել, հաջորդ կասկածերին իմ համար 7 1 ամնում, բայց եթե համար 4-ը այս անգամ էլ է սև դուրս եկել, ես չգիտեմ։ Համար 9-ն ենք հանում հիմա, 9 հանում ենք, փաս։ Համար 9 1 րոպե։ Նայեք համար 8 ջան, ձեր ասած ժեստերով եւ միմիկաներով համար 4-ը մենակով կրեց խաղը, առանց ոչ մի բան ասելու, մենակ բարի ժեստեր ու միմիկաներ ցույց տալու։ Այս խաղը ժեստեր եւ միմիկաներ ցույց տալու խաղ չի, այս խաղը արգումենտների խաղ է, դու արգումենտներով բարձրացի, ասել ես 9 առաջի կռուգում пассիվ էր, ոչ մի բան հետարքի չի, երկրորդ կռուգում հելնում ասում ես 9 ակտիվ էր։ Ես իմ խոսքի ժամանակ ասել եմ, ես մտածում եմ 8-ը կարմիր է, դրա համար խնդրում եմ համար 9-ի ստուգի, որ այս մարդը իջնի, որ կրիտիկայում ինչ չճամփի կրվի։ Հիմա մտածում եմ ախպեր 4-7-ի մեջ հաստատ սև կա, որտեվ 7-ը հելնում ախպեր թուլացնում է քո պոզիցիան, ուժեղացնում է 4-ի պոզիցիան։ Խնդրում եմ ընդունեք 4-7, 4-7-ի մեջ ազատ հաստատ սև կա։ Եթե 5-ը սև չի, եթե 5-ը սև չի գնացել, մտածում եք ինչ-որ վերցավ, 4-7 հաստատ սև է, որտեվ 4-5-ի մեջ մի հատ սև ա եղել հաստատ։ 10 վայրկյան։ Նա եթե 4-7 5-ով չի պրծնում, ուրեմն վերջի սև մեկն ա մնում։ Քեզ 0-ականից եմ կարմիր տեսել, 10-ով ստուգած կարմիր են։ Հեշտ է այս խաղը, շատ կա։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 10։ Ժողովուրդ ջան, հիմա 3 հատ սև ա խաղում։ 3 հատ սև ա։ 5-ը սև չի գնացել։ Ես ձեզ որպես ստուգված կարմիր վստահեցնում եմ 5-ը սև չի գնացել։ Ստեղ հիմա համար 7-ը սև խաղացող, ընդունեք 7, ասեմ խի, ասում եմ 6-7 հելնենք, դրանով իմ համար 6-ը կարմիրում է նախ, 6-7 ասում եմ հելնենք, այդ նույն 8-ի ասած դա, օքեյ 8-ին հավատում եմ, 6-7 եթե ինք ասում է հելնենք զապադիոն, մնում է 5 խաղացող, կրվում ենք կարմիրներով։ Դրա համար հիմա ընդունեք 7, հելնում է համար 7-ը, բոլորով, ով չքվեարկեց, անկեղծ եմ ասում կարմիրել եղավ չքվեարկեցիք, հաջորդ ցերեկ ձեզ եմ հանելու։ Եթե 7-ը գնում է, մնում ենք 2-4, գիշերը հանում են, մնում ենք 3-2, 3-2-ում մնում է 9-1, որտեղ 6-ը դե կարմիրել է, 4-ն էլ ես իրան ամենասկզբից կարմիր եմ տեսել։ Ըստ է մնալու է 9-1, օքեյ 8 ջան, հավատում եմ որ 9-ը։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 1 եզրափակում եք, խնդրեմ։ Համար 8-10 առիթից շատ օգտվում եք, որ ստուգված կարմիր եք։ Ես այնպես բաներ, այնպես տեքստեր եք ասում, այնպես արգումենտներ եք բերում, որ ընդհանրապես խաղալու, ձեր հետ խաղալու, կապներ խաղալու չի։ Մենակ նրա համար, որ շերիֆը ձեզ երկուսից ստուգել է, մենակ դրա համար եմ ուզում ձեր հետ խաղամ։ 9-ին խի ես ուզում հանես համար 8, 9-ին ինչի համար ես ուզում հանես, ինչի համար, որ ինքը հանելա բոլորով մեր հետ մասնակցել հանելա համար 5-ին դրա համար, հա,
Չէ, արգումենտալ ենք խաղում, համար 10, եթե խոսացածները վերլուծելով ենք խաղում, այս ստոլի վրա ամենավատը ով է խոսացել քո համար 10, չէ, համար 7-ը լավ չի խոսացել, ամենավատը խոսացել է համար 4-ը իմ համար, համար 4-ի խոսքը, համար 6, ես քո հետ խաղում եմ, կլսես մի հատ ինչ եմ ասում, չես խաղում իմ հետ, 10 վայրկյան, չգիտեմ ինչ ասեմ, խնդրում եմ ընդունեք համար 4-ի տեխնացությունը, սենց է լինում, որ կարմիրները միշտ կրվում են խաղը, սենց է լինում, որ միշտ վերջում մի հատ ուրիշ տեխնացություն գնացել, ու սենց է համար 1, ժամանակը սպառվել է, քվեարկություն, տեխնացուներն են 6, 9, 4, 7, համար 4 դա նկատողություն է, 6, 9, 4, 7, տվյալ հերթականությամբ, 6 ով է կողմ խաղալ եք համարը 6-ը, ստոպ, չկան ձայներ, 9 ով է կողմ խաղալ եք համար 9, Ստոպ, չկան ձայներ։ 4 ով է կողմ խաղալ եք համար 4-ը։ Ստոպ, 2 ձայն, շնորհակալություն։ Եվ համար 7-ի դեմ դրեք ձայները, 5 ձայն։ Համար 7 վերջի րոպեն այս խաղի։ Համար 10, համար 8, շատ վատ եք խաղացել այս խաղը, իրոք։ Դուք ված կարմիր չլինեք, ես համար 10-ի հանելու իր այդ ակտիվության, իր այդ խոսալու համար։ Դու ինձ որ դες սև տեսե, ես այդ չեմ հասկանում։ Ինչի համար, որ 5 սևին ասել եմ 5 սև է գնացել։ Բա ինչի համար, բարձրացնելու, խաղը ուզում եմ փրկեմ։ Եթե ձեր պատկասով ես սև եմ, մի սև մեր միջից հելնում է, բայց հիմա եթե կարմիր գնացի կրիտիկայի մեջ եք ընկնում, հասկանում ես, փաս այսքանը, կարմիրն Փասից հետո ոչ մի բառ, համար 7, շնորհակալություն խաղի համար։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 10-ին։ Բարի չէր այս առավոտը կրկին, մաֆիան դիպուկ է, համար 10, ձեր վերջի րոպեն։ Չեմ կարծում, որ նախորդ որոշել էին համար 10 անեին։ Ճիշտ էի ասում, որ 9-1 է, այս դրա համար տենց եղավ։ Համար 1, ձեր համար 9-ը ինչ է։ 9, հա, կարմիր։ Նկատողություն համար 1, համար 8 խաղը, համար 4, 6։ Համար 9-ին չհանես էլի։ Դու ամենասկզբից ասում ես համար 9, բայց համար 9-ը ստեղ կարմիր է։ 1-ին հանեք կրեք, 1-ին համար 8 ջան, խնդրում եմ, համար 1-ին հանում եք կրում եք։ Կարմիրներին հաղթանակ եմ մաղթում, փաս։ շնորհակալություն համար 10 խաղի համար։ Քննարկումները սկսում ենք ձեզանից, համար 6 1 րոպե։ Նայ 8, պետք չի, որ հիմա համ 8 համ 9 լսեք, ոչ զապաջամ աստե պետք։ Ոչ մի բան, մեկը գնում է։ 5-ը կարող լինի մենակ կարմիր են դեպքում, որտեվ շատ ձայներով ինքը գնաց էլի, եթե 5-ը կարմիր է, հա։ Հիմա քելեք 1-ին հանենք, քանի որ ես 9-ին ինչքան է վստահում եմ, ինչև վերջ չեմ կարող վստահեմ, որտեվ ինքը ստուգված չէ, համար ես համաձայն չեմ, որ զապաջում։ Հա, ես զուտ իմ կարմիր պոզիցիայից եմ էտի ասում 9 ջան։ Ես ընդունեք 1, հա կներեք։ Ընդունված է։ 1-ը գնում է, եթե ես կկրվեմ 4-9 զույգին, ես լրիվ պատրաստ եմ դրան, եթե 1-ը գնում է խաղը չի պրծնում, թող մնա ուգադայկա, ես եմ մնում ուգադայկի մեջ, հա, 8-ին հանում եմ։ 10 վայրկյան։ Դժվար է, ոբշի դժվար է, բայց կախված է նրան, որ 1-ն ու 7-րդն է, որովհետև իրանք են 4-ի վրա, չէ 4-ին ուզեցել երկուսը։ Շնորհակալություն։ Համար 8 1 րոպե։ Շնորհակալ եմ։ Ես հիմա ոչ մեկի չեմ վստահում։ Դրել ես մեկի տեխնացությունը, ընդունեք համար 9-ը։ Ես մինչև վերջ մնալու եմ նրան, որ համար 9-ը իմ համար սև խաղացող է, բայց ձեր հետ կքվեարկեմ համար 1։ Եթե այս խաղը պարտվեցինք, իմացեք, որ ձեր պատճառով է, որովհետև ի սկզբանե ես եռյակ եմ տվել, ու այդ եռյակին հավատարիմ եմ մնում։ Փաս։ Համար 9։ Նայեք համար 8 ջան, եթե 9 սև լիներ, ձեզ շատ շուտ բանից կրակել էր, դուք չեք պատկերացնում ուղղակի։ Նայ, սենց է համար 6 ջան, ես քեզ վստահում եմ 0-ականից խաղացել եմ, դու տեքստը թել է ասել ես, ես իմ մտքի մեջ մտածել եմ դու կարմիր ես, նույն ժեստը 8-ը ցուցատվե կարմիր է, դրա համար 0-ականից ասում եմ 8 ջան, իմ մեջ բան մի արա, որ մենք կրիտիկայում չկրվենք։ Դրա համար հիմա գնում է 1-ը, որտեղ 1-7 իրար հետ են մենակ ձեռ դրել ուրիշ տեղ, ու եթե 5 աղբեր կարմիր է լինում 4-ն է մնում սև, որովհետև մենք տենց է քննարկել ենք 4-5-ի մեջ մի հատ սև է։ Կամ է եթե մեկը գնում է խաղապրծնում, որ տրոյկեն 1-5 7 է։
Իսկ եթե չի պրծնում, ուրեմն 4-5-ի մեջ միած սև կա ախպեր, որովհետև ես քեզ 0-ականից խաղում եմ, ես չեմ ելնելու կրիծի բանում ու գադայքում կոդեմ ձեր դնեմ, պալյուբոմու 4-ա գնալու, որովհետև 4-5-ի մեջ միած սև ա եղել, դա 0-ից ա երևաց է։ Եթե մեկ պետք է չկրվենք, պետք է գադայքում հանենք անպայման 4-ին։ Հիմա 1-ին, խնդրում եմ ընդունեք 1-ի տեխնայությունը։ 1-ը հաստատված է։ 4-ը երևի թե կամ լավ է խաղացել, ձեռը չդրեց իր հետի սևերի, կամ է Ժամանակ, շնորհակալություն։ Համար 1։ Մեկը պիտի դուրս գա, բայց ոչ մեկ չի ասում խի պիտի մեկը դուրս գա։ 6-ը դնում է տեխնայությունը, ասում մեկը պիտի դուրս գա, չի ասում խի։ Ինչի համար պիտի 7-ի հետ որ ձեռ եմ դրել, նայ մենք սենց իրար նստած միս ենք ուտում, 4-ը հանգիստ նստած է։ Հանգիստ նստած է ինքը իր համար։ Թույլ լողակ է 4-ը քարը։ Թույլ իմ համար թույլ լողակ չի ինքը։ Հարցը այն է, որ ես ի սկզբանե առաջի կրուգից ես պրոստը չեմ ջոգում դու իմա խես քշում ինքն, որովհետև դու իմ հետ խաղացել ես, ես քո հետ խաղացել եմ, 8-ը ստուգված կարմիրա մենք իրար հետ խաղացել ենք, 9-ը անցած 3 իմ հետ խաղում էր։ Հիմա ինչ եղավ սենց որ խրած իմ կողմ։ Ես հետ չեմ կարում ջոգեմ։ Իմ համար սև համար 4-ն է, համար 6-ն է, համար 8-ն է, համար 9-ն է, որովհետև առանց արգումենտի ուզում եք ինձ հանեք խաղից։ Հանեք, պրոբլեմ չկա։ Ես է ձեր հետ կարամ ձեռս դնեմ, խաղից դուրս գամ։ Հարցը ոչ չի։ Պրոստը չեմ ջոգում, խաղում էիք իմ հետ։ Հիմա սենց թեկուս սխալ եմ ձեռս դրել 4-ի դեմ, եթե ուզում եք ասեք։ Հիմա մարդը հանգիստ իր համար նստած է, մենք իրար միս ենք ուտում։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 4-ի եզրափակում եք շրջանը։ Ես ինչքան էլ սենց ես 9-ին էլ չեմ վստահում։ Ես հիմա ես նախ ասեմ ում եմ վստահում։ Ես 6-ին եմ ամենասկզբից վստահում։ 6 եթե դու սև ես, դա իմ համար չէ, սև չես։ 8-ը ստուգված է։ Ես 101%-անոց կարմիր խաղացող եմ համար 1։ Եթե դու կարմիր ես, ես ասում եմ նրա համար, եթե խաղը վերջանա դու կարմիր լինես, մտածես ինչի է իր անդադ 4-4 ասում 7-ի հետ։ Էս քո համար։ Համար 9 դու մտածում ես 4-ի 5-ի մեջ մի հատ բան է եղել, սև է եղել, եթե 5-ը գնացել է կարմիր, 4-ը կարմիր է, ընդհանրապես չկա խոսք, հասկանում ես, 4-ը կարմիր է, 6-ը իմ համար շատ կարմիր է, միշտ է կարմիր, չեմ ուզում ես հիմա սխալ խաղամ, դրա համար ես կառաջարկեի 9-ը 1 գնային, ես իմ վրա այնքան վստահ եմ, որ ուզեի ում վրա տեխնայություն չկա, 1-ի վրա կա դրած, 9-ի վրա ընդունեք, ես կուզեմ, որ 1-ը 9 գնային, եթե 6-ը կարմիր խաղացողը հաստատ ես վրա վստահ եմ։ Շնորհակալություն։ Վերանում է ժեստիկուլյացիան իսպար։ Քվեարկություն 1-9, 1 ով է կողմ խաղալիքի համար 1-ը, միաձայն, վերջի րոպեն համար 1։ Հա, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ համար 1 խաղի համար եւ գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 8-ին։ Համար 8 ձեր վերջի րոպեն այս խաղը։ Համար 9, հանեք, փաս։ Շնորհակալություն համար 8-ի խաղի համար։ Շրջանը բացում եք դուք համար 9, ունեք 1 րոպե։ Ընդունեք համար 4-ը տեխնայությունը։ 4-ը ընդունված է։ Այ համար Ջորջ ջան, ինչի 4 ավելի հստակ, որովհետև դու չես քննարկում, որ կարա 6-ը սև լինի, բայց քննարկում ես, որ 9-ը հաստատ կարա սև լինի, քո համար արդեն հեշտ է, որովհետև գիտես 6-ի ձեռը կարաս առնես։ Չէ, տենց չի այդ ամեն ինչը, համար 9-ը 0-ականից այս խաղը ճիշտ հստակ տեսել է, դու անցած խաղն է այդպես նստած, սիյուն խուճուշ մազերով ժպտալով պրոցես խաղին խափեցիր, վերջում կրեցին, առանց ոչ մի տեքստ ասելու այս խաղում։ Ես 0-ականից այս խաղը շատ ճիշտ տեսել եմ, հիշենք էլի համար 6, արի իրար հետ քննարկեք այս խաղը, իմ համար հստակ կարմիրը դու ես, ես անպայման 4 եմ դնելու ձեռով։ 0-ականում մենք տեսել ենք 1-2-ի մեջ մի հատ սև, ճիշտ է։ Որտեղ մեկը շերիֆն էր, մյուսը սևն էր։ Մենք էդի տեսել ենք, 3-ը հելը նկատել է 2-ով 3-ին լայքել ենք, 4-ին հելը հրաժարվել են 1-ից 3։ 3-ին չեն վեկալեթին, որտեղ իրանց հետի միած սևին, այսինքն 5-ը դե կարմիր էր, 4-ը իր հետի միած սևին, որտեղ 3-ը կպել էր, ինքը չգիտեր ինչ ասեր, 50-50 թողեց եղբայր։ Այս խաղում ամեն ինչ հեշտ է։ Գնում ենք 0-ական, հիշում ենք ինչա եղել։ Համար 4։ Համար 4-ը կարմիր խաղացողը 6, 9։ Հիմա ես այնքան բան է, որ տանջվում է համար 4-ը։ Հիմա ձեր մեջի տանջվողը համար 4-ն է, համար 9-ը։ Ոչ թե հիմա համար 4-ը սիրուն նստած սպասում է, որ համար 6-ը իրան հավատա, այլ հիմա համար 4-ը մտածում է համար 6-ին հավատա, թե համար 9-ին հավատա։ Բայց ես կմնամ իմ կարծիքին։ Այստեղ համար 6-ը ինքը մտածում է, չգիտի ինչ անի, դրա համար ես համար 6-ին հավատում եմ։ Ու չեմ ուզում սխալվեմ։ Ու ընդունեք համար 9, համար 4-ը չի կարա սև խաղացող լինի այս խաղում, ընդհանրապես չի կարա համար 4-ը սև խաղացող լինի, որովհետև համար 4-ը սկզբից ինչ-որ վստահ բաներ կասեր որպես սև, համար 6, բայց համար 4-ը ամենասկզբից շատ խառնված էր ու պոզիցիա չուներ։ Այդ խնդրում եմ հաշվի առ։ Ես չգիտեի ում այդ խաղայի։ Չէ, համար 6, եթե դու կարմիր ես,
Ընդունեք համար 9 ընդունված է։ Ընդունված է վաղուց։ Ժամանակ շնորհակալություն, համար 6։ Այք, այս խաղի մտնելու է կամ լուչի կամ խուլչի խոդը, բայց նայեք, այս խաղը համ լոգիկայի վրա, համ էմոցիոնալ։ Լոգիկան զրոյական շրջանից ասում է, որ 4-ը սև է։ 9 լինելով սև, չգիտեմ, իր զրոյական 4-ի զրոյական կրուգը ու դուս պետք է այշեր այդքան ճիշտ նկարագրեր, ամբողջ ընթացքում է 8-ը ես չէի ուզում կռվեին, լոգիկան ասում է, որ պետք է 4-ը գնա։ Էմոցիան ինչ է ասում համար 6-ին։ Համար 6-ին էմոցիան ասում է համար 9 պետք է, եթե համաձայն ես 4։ 4, բայց դու վստահ չէիր, որ բան 6-ին հավատաս թե 9-ին, բայց վերջին 6-ին էիր համոզում։ Եթե ես սենց կրվեմ համար 9-ին, թող խուչի խուդով ես կրվեմ ու գադայքում, թող հետո այդհամ համար 8-ը գլուխը ժարդի, հարց չկա, բայց ես քվեարկելու եմ 4։ Թող ես կրվեմ 9 սևին, Ժամանակ, շնորհակալություն։ Համար 4, ստանում եք նկատողություն, քվեարկություն, տեխնացուներն են 4, 9, կրկնում եմ 4, 9, 4, ով եք ով, խաղալեքի համար 4, 2 ձայն, վերջին րոպեն համար 4։ Երեխեք ես կարմիրի, ով էր սև։ Ով էր սև։ Դու 9։ 9 շատ լավ սև խաղացիր։ Նայ, լոգիկան էլ էր ասում, որ 4-ը կարմիր է, էմոցիան էլ էր ասում, որ 4-ը կարմիր է, համար 6։ Համար 9 շատ լավ խաղաց։ Համար 9 շատ լավ սև խաղաց, շատ լավ։ Համար 8-ը սկզբից 9-ին, ինքը նայ ու, չգիտեմ, շատ լավ խաղաց։ Երևում էր, որ համար 4-ը կարմիր խաղացող է։ Պրոստը կարենք այս խաղը կրենք 6։ Լավ խաղ էր, բայց մի հիմնվեք այն խաղերի վրա, օրինակ որ 4-ը սև է հաղթել, որովհետև 4-ը այդ մի սևը հաղթեց, հա, բայց ինքը անդադ չի կարա այդ նույն ձևով հաղթի։ 4-ը կարմիր խաղացող է շատ բարձ բասխ։ Շնորհակալություն համար 4-ի խաղի համար, լավ խաղ չէր, ֆանտաստիկ խաղ էր։ Շնորհավորում ենք Սևերի հաղթանակը, Սևերն էին 1-7-9, Շերիֆ համար 2։ Շնորհված կարմիր ասացին, եթե դու չես ինքն էլ օգտագործեց այդ բառը, դուկվածների մոտ եղել Դոս ես կարմիր եմ, հաստատ ասեմ։ Ուրիշը շատ լավ խաղաց, ես ոնց ասեմ, ոնց։